200,000 քառակուսի մետր ընդհանուր տարածք Հրազդանի մոտակայքում և $500 միլիոն ներդրում նախագծի իրականացման առաջին փուլում։ Firebird-ը հայտարարում է Հայաստանում իր արհեստական բանականության մեգա նախագծի առաջին փուլի կառուցման և սարքավորումների տեղակայման վերջնական փուլի մեկնարկի մասին։ Այս ինֆրաստրուկտուրան, որ այսօր ցուցադրում ենք, հենց լինելու են վայրը, որ տեղադրվելու են GPU-ները, երկու օրից երկուշաբթի օրը արդեն իսկ սկսելու ենք տեղադրումը GPU-ների և հուլիսի 15-ին կմեկնարկենք դատա կենտրոնի, AI կենտրոնի աշխատանքը, ինչը իրենով արդեն Հայաստանը կդասի տարածաշրջանում ամենամեծ GPU քանակներով ունեցող երկիրը, ինչով մենք իհարկե շատ հպարտ ենք և ուրախ ենք։ Նախագիծը եռափուլ է, առաջին փուլի գործարկումը նախատեսված է հուլիսին։ Այդ ժամանակ արհեստական բանականության գործարանում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU, իսկ մեգանախագծի երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ $4 միլիարդ, իսկ ենթակառուցվածքին կավելանա ավելի քան 41000 GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը նախագծի գրաֆիկական պրոցեսորների ընդհանուր քանակը կգերազանցի 100,000-ը։ Այս ամենը սակայն հնարավոր չէ կյանքի կոչել առանց որակյալ հաղորդակցային և ինտերնետ ենթակառուցվածքի, որն ապահովում է Թիմ Տելեկոմ Արմենիան տարածաշրջանում եզակի հաջորդ սերնդի օպտիկամարաթելային ցանցի միջոցով և մինչև 1 տերաբիտ վայրկյան թողունակությամբ, պահանջարկի աճին համընթաց ընդլայնման զգալի հնարավորությամբ։ Ներդրումները, որ մենք միշտ ավանդականորեն արել ենք և շարունակում ենք անել, դա միջազգային կապուղիների զարգացումն է և այսօր աշխարհահռչական NVIDIA-ն, Dell-ը և մյուս ընկերությունները, երբ որ դիտարկել են Հայաստանում իրենց, այսպես ասած, գործընկերություն ընտրելու, Տելեկոմ Արմենիան եղել է եզակին, ով ունի այդ հնարավորությունը միջազգային կապուղիներ տրամադրելու։ Մի խոսքով հավակնոտ ծրագիր, գերարդյունավետ ռազմավարական համագործակցություն։ Firebird-ի կառուցվող համալիրը գործարկումից հետո կդառնա արհեստական բանականության տվյալների խոշորագույն կենտրոնը տարածաշրջանում, որի շնորհիվ Հայաստանը աշխարհի առաջատար տեխնոլոգիական պետությունների հետ հավասար պայմաններում մրցելու իրական հնարավորություն կունենա։